Բանկային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրեց Սամվել Կարապետյանին պատկանող հեծի բաշխման լիցենզիան։ Այսպիսով Նիկոլական Հայաստանը գրանցեց գահավիժման հերթական մակարդակը։ Բոլորս գիտենք, որ այս պատմությունը ծագեց այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը եկեղեցու բակում հայտարարեց, որ ինքը իր ձևով պատրաստ է մասնակցել եկեղեցու պաշտպանության գործին։ Ահա դրանից հետո Սամվել Կարապետյանի դեմ սկսվեցին հետապնդումները, կալանք, հեծի հետ կապված գործընթացը, որը այլ խոսքով, քան խլելու գործընթաց դժվար է անվանել։ Սա սեփականության դասական վերաբաժանում է քաղաքական նպատակներով։ Որևէ մեկը թերևս չի կասկածում, որ եթե Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ չներկայացներ, այս բռնաճնշումները չեն լինելու։ Հայաստանում կան մարդիկ, ովքեր պրոբլեմներ են ունենում, երբ քաղաքական ակտիվություն են ցուցաբերում, եւ ճիշտ հակառակը նրանց պրոբլեմները գրեթե որևէ մեկը չի հիշում, եթե նրանք քաղաքական դաշտից դուրս են կամ քաղաքական դիրքորոշումներ չունեն։ Սա ոտնձգություն է սեփականության իրավունքի դեմ առանց շուկայական կամ տեխնիկական խախտման։ Իսկ այս ամենը շատ նմանվում է բռնազավթման փոխհատուցման քողի տակ, սրանով խախտվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածը։ Ես չեմ կարծում, որ իշխանությունները այս ճշմարտությունները չեն գիտակցում, շատ էլ լավ գիտակցում են։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը հատկապես այս տարվա ապրիլ-մայիս ամիսներից որոշեց ավտորիտար համակարգը փոխակերպել տոտալիտար կառավարման հետ, ինչի պայմաններում իշխանությունը պարտավոր է վերահսկել կյանքի բոլոր ոլորտները՝ հոգևոր կյանք, գործարար աշխարհ, ընդհանրապես այլախոհության որևէ դրսևորում պետք է բնում խեղդվի։ Նիկոլ Փաշինյանի նման համակարգի ստեղծումը երկու նպատակով է անհրաժեշտ։ Առաջինը նա այս կերպ փորձում է լուծել վարկանիշ չի ունեցող իր իշխանության վերարտադրության հարցը 2026-ի խորհրդարանական ընտրություններում, եւ երկրորդը, եթե երկրի ներսում մնան դիմադրության կենտրոններ, Նիկոլ Փաշինյանը շատ մեծ դժվարությամբ է կատարելու արտաքին աշխարհից եկող պատվերները, եթե չասեմ, որ այդ հրահանգները կատարելը դառնալու է գրեթե անհնար։ Ինչի է բերելու սեփականության վերաբաժանման այս գռեհիկ փորձը կամ բռնազավթման այս գռեհիկ փորձը։ Սա ունենալու է շատ կոնկրետ հետևանքներ Հայաստանի համար։ Նախ, ակնհայտորեն հեծը բավականին թանկ գույք է, տարբեր գնահատականներ կան, օրինակ մասնագետներ կան, որոնք պնդում են, որ դրա արժեքը չի կարող պակաս լինել 400 միլիոն ամերիկյան դոլարից, իսկ նշանակում է, որ այս արկածախնդրության համար Նիկոլ Փաշինյանի քաղաքական այս մասնավոր շահը սպասարկելու համար մեր հարկատուներիս հաշվին Հայաստանի բյուջեն 100 միլիոնավոր դոլարներ, ասենք 400 միլիոն դոլար պետք է վճարի Սամվել Կարապետյանին, սա իր հերթին առաջացնելու է նոր պարտավորություններ եւ սակագնային ճնշումներ։ Այսինքն, որպիսի այս արկածախնդրության հետևանքով պետական բյուջեի վրա առաջացած կամ հեռանկարում սպասվող ծանրությունը ինչ-որ կերպ կառավարությունը կարողանա հատուցի կամ նոր վարկերպի վերցնի, ինչը նշանակում է Հայաստանի պետական պարտքի
ծավալի մեծացում, կամ էլ պետք է օրինակ սակագինը էլեկտրաէներգիայի բարձրացնի, որպեսզի արկածախնդրության հետևանքով առաջացող ֆինանսական ճեղքվածք ինչ-որ ձևով կարողանա լրացնել։ Իդեպ այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը իր ճեպազդուրիցի ժամանակ արդեն որոշակի հիմքեր էր ստեղծում, նախադրյալներ էր ստեղծում, որպեսզի հասարակությանը ադապտացնի էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման հեռանկարի հետ։ Նա մասնավորապես ասում էր, որ հաջորդ տարի ԱԵԿ-ը 2 ամսի փոխարեն 5 ամսով է կանգնելու վերանորոգման եւ դա կարող է ազդել էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Այլ խոսքով ասած, արդեն մեզ նախապատրաստում են այն հեռանկարի հետ, որ սակագինը, հոսանքի գինը աճելու է։ Կրկնում եմ, սա ես չեմ կարծում, որ ԱԵԿ-ի գործնական հետ է կապված, ուղղակի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի բոլոր պատվերները կուրորեն կատարող անձնավորություն է, այլ նաև մեկն է, որը մասնագետ է եւ հասկանում է, որ այս արկածախնդրությունը նաև սոցիալական գին ու հետևանքներ է ունենալու։ Միջազգային արբիտրաժային դատական ատյաններ եւ գործընթաց այս գործի պատճառով միանշանակ լինելու է, արդեն կա Ստոկհոլմի գործընթաց, դուք գիտեք, ինչը նշանակում է, որ ծանր հարված է Հայաստանը ստանալու առնվազն 2 պատճառով։ Կարող ենք մոռանալ երկարաժամկետ ներդրումների մասին, որտեղ կա տնտեսությանը ներդրումային միջավայրին իշխանության բիրտ միջամտություն, այդտեղ մոռացեք ներդրումների մասին, այդ երկրներից փողը փախչում է։ Սա նշանակում է, որ մենք առաջիկայում հազարավոր նոր փակված աշխատատեղերի ենք ականատես լինելու եւ ընդհակառակը նոր հնարավորություններ, որ կարող էր ունենալ մեր տնտեսությունը, այդ հնարավորությունները վերանալու են, որտեղ կրկնում եմ, որևէ ներդրող Հայաստան չի գալու ներդրումներ կատարելու, երբ տեսնում է եւ որ իշխանությունը սեփական կմաճույքից կամ ելնելով կամ սեփական քաղաքական օրակարգը սպասարկելու նպատակով ուղղակի կարող է բիզնես խլել։ Եվ վերջապես տուժելու է նաև երկրի միջազգային հեղինակությունը։ Այն երկրներում, որտեղ սեփականության իրավունք է ոտնահարվում, այն երկրներում, որտեղ կան քաղ բանտարկյալներ, այն երկրներում, որտեղ աշխարհիկ պետության հիմքերի դեմ է գնում պետությունը եւ ոտնձգում է եկեղեցու դեմ, այդ երկրները իմիջային շատ լուրջ կորուստ են ունենում, որը ազդում է երկրի թե քաղաքական իմիջի եւ թե ներդրումային միջավայրի վրա։ Ես ուզում եմ սիրելի հասարակություն, սիրելի ժողովուրդ, ճիշտ հասկանանք, որ սա Սամվել Կարապետյանին վերաբերող հարց չի, սա մեր երկրի ապագային վերաբերող հարց է։ Ես չեմ ուզում, որ մենք հեռանկարում ունենանք մի երկիր, որտեղ ոչ թե օրենքի գերակայություն է, ոչ թե սեփականության իրավունք է հարգվում, այլ գործում է մեկ մարդու կմահաճույք, մեկ մարդու կամքը ոչ բնական ցանկությունները ավելին են վեր են օրենքից։ Նման երկրները հեռանկար չունեն եւ նման երկրները օտարվում են հենց իրենց քաղաքացիներից։ Այսպիսի վտանգավոր իրականության առաջ է դրել Հայաստանը Նիկոլ Փաշինյանը եւ եթե մենք ուզում ենք, որպիսի ժողովրդավարության վերջին մնացորդները նորմալ երկիր դառնալու վերջին հեռանկարները չկորցնենք, պետք է շատ լուրջ մտածենք եւ 2026 թվականին մեր կամարտահայտությամբ վերջ տանք հակասահմանադրական այս ընթացքին։